Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք ամենահամեղ խմորեղեններից մեկը մեղրով տորտ։ Ինչքան էլ թրենդային նոր խմորեղեններ լինեն, իմ համար ամենահամեղ խմորեղեններից մեկը մնում է մեղրով տորտը։ Դե ինչ սկսենք պատրաստելը եւ սկզբից պատրաստում ենք կրեմը։ Դեղնուցի վրա ավելացնում ենք եգիպտացորենի օսլան, շաքարավազը եւ այնուհետեւ ավելացնում ենք եղման կաթը։ Կաթը քիչ-քիչ ենք ավելացնում եւ ահա այսպես խառնում։ Ամեն խառնելուց հետո մնացած կաթից նորից կրկին ավելացնում ենք եւ մասան դնում ենք կրակին։ Կրակը ցածր ենք անում եւ ընթացքում խառնում ենք։ Ես նախընտրում եմ խառնել փայտյա գդալով, ընթացքում չենք դադարեցնում խառնելը, միայն կդադարեցնենք այն ժամանակ, երբ որ ահա այսպիսի տեսք կունենա։ Երբ որ եռում է, չենք թողնում երկար եռա, այլ 1-2 անգամ եռալուց հետո վերցնում ենք կրակից եւ տեղափոխում ենք մեկ այլ ափսեի մեջ։ Ծածկում ենք սննդային թաղանթով եւ թողնում ենք մի կողմ, որպեսզի հովանա։ Հիմա կանցնենք խմորի պատրաստմանը։ Ձվի վրա ավելացնում ենք շաքարավազ եւ մի լավ խառնում, որ այսպիսի տեսք ունենա։ Այնուհետեւ ավելացնում ենք մեղրը եւ կարագը։ Բոլոր բաղադրիչները սենյակային ջերմաստիճանի են։ Հիմա այսպես խառնում ենք, ավելացնում կաթը եւ կտեղափոխենք գոլորշու վրա։ Ահա, ինչպես տեսնում եք, տեղափոխեցի գոլորշու վրա եւ ընթացքում անպայման խառնում ենք։ Գոլորշու վրա պահելու ընթացքը միգուցե տևի 10-ից 15 րոպե եւ ինչքան երկար ենք պահում, այնքան ավելի ծակոտկեն է լինում խմորը։ Հիմա սոդայի վրա ավելացնում եմ խնձորի քացախ եւ ավելացնում մասային։ Մի լավ խառնում ենք, խառնելու ընթացքում ծավալը մեծանում է, կարելի ասել 2 անգամ մեծանում է ծավալը եւ թողնում ենք այնքան ժամանակ, մինչեւ որ կսկսի եռալ։ Չենք թողնում կրակի վրա երկար մնա, երկար եռա, հենց սկսում է եռալու process-ը, վերցնում ենք կրակից եւ թողնում ենք հովանա։ Այնուհետեւ ավելացնում եմ վանիլային էքստրակտը, կարող եք փոխարինել վանիլային շաքարավազով, որովհետև շատերն են գրում, կարող ենք փոխարինել թե ոչ, այո, սիրելիներս, կարող եք 1 թեյի գդալ հեղուկ վանիլը փոխարինել 1 թեյի գդալ վանիլային շաքարավազով։ Ավելացնում եմ հովանալուց հետո ալյուրը մաղած ալյուր եմ ավելացնում, այնուհետև պետք է այնպիսի խմոր ստանանք, որ ձեռքերին չկպնող խմոր ստացվի։ Ալյուրը խորհուրդ եմ տալիս միանգամից չավելացնել, այլ ընթացքում քիչ-քիչ ավելացնել։ Եթե տեսնում եք արդեն ձեռքերին չկպնող խմոր է, ուրեմն ալյուր մի ավելացրեք։ Ահա այսպիսի խմոր պետք է ստացվի, ձեռքերին չի կպնում, էլաստիկ է, բայց վերջում շատ լավ խմոր է ստացվելու։ Բաժանում ենք 4 կամ 5 մասի, ես բաժանել եմ 4 մասի։ Կախված է նաև նրանից, թե ինչ տրամագծով թավայի մեջ եք թխելու։ Այնուհետև այսպես ծածկում ենք եւ թողնում ենք մնա 20-ից 30 րոպե եւ գրտնակով բացում ենք։ Լավ բարակ ենք բացում, եթե ուզում ենք շերտերը լինեն բարակ, կարող եք նաև ուղակի բացել, հետո նոր տեղափոխել թավայի վրա ու թխել։ Ես ավելի շատ այս տարբերակով եմ նախընտրում, ուղակի յուղաթղթի վրա բացում եմ, ավելի հեշտ է։ Հենց այսպես տեղափոխում եմ թավայի վրա եւ այնուհետև թխում։ Նախքան տեղափոխելը ջեռոց, անպայման պատարագաղով այսպես անցքեր ենք անում, որպեսզի մի կողմ ավելի ուռած չլինի, մյուս կողմը ավելի ցածր։ Թխելու ենք 180 Ցելսիուս աստիճան տաքացրած ջեռոցում 5-ից 7 րոպե կամ կախված է ձեր գազօջախից, կարող է մի փոքր ավել կամ պակաս ժամանակահատվածում թխվեն։ Ուղղակի տեսեք, եթե արդեն իսկ վերևի հատվածում գեղեցիկ թխված շագանակագույն տեսք ունի, ուրեմն արդեն իսկ թխված է։ Ահա այս մի փոքր հատվածն էր մնացել, դա նույնպես թխեցի եւ վերջում կօգտագործենք ձևավորման համար։ Անցնում ենք կրեմի պատրաստմանը։ Կարագը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի եւ պետք է հարենք այնքան ժամանակ, մինչեւ որ ահա այսպիսի գեղեցիկ սպիտակ տեսք կստանա կարագը։ Ահա եւ եփած կրեմը հովացել է, հիմա ավելացնում ենք կարագին, միանգամից երբեք մի ավելացրեք, պետք է այսպես գթալ ավելացնենք, որպեսզի մեր կրեմը շատ լավ ստացվի։ Շատ լավ կրեմ ստանալու գաղտնիքներից մեկն այն է, որ պետք է սենյակային ջերմաստիճանի լինեն երկուստ էլ։ Կրեմին նաև ավելացրեցի հեղուկ վանիլ, հիմա պատրաստ է եւ շերտերը կմիացնենք իրար։
Եթե ցանկանում եք, որպեսզի կրեմը հավասարաչափ լինեն, ուրեմն քանի հատ շերտ ունեք, այնքան չափաբաժնով պետք է բաժանեք կրեմը եւ նոր քսեք։ Ես 4 մասի էի բաժանել, որպեսզի ամեն շերտին քսելուց հավասարաչափ բաշխվեր կրեմը։ Ահա այստեղ այն մնացած մասն էր, որը որ թխել էի վերջում, այն փոքր հատվածը, այսպես մանրեցնում ենք գրտնակի միջոցով, կարող եք բլենդերով մանրեցնել եւ ավելացնում ենք տորթի վրա։ 1 ժամ կթողնեմ սենյակային ջերմաստիճանում մնա, այնուհետև կտեղափոխեմ սառնարան։ Սառնարանում կմնա 2-ից 3 ժամ եւ դրանից հետո կարող ենք վայելել այս համեղ տորթը։ Արդեն իսկ պատրաստ է։ Շատ համեղ է ստացվում այս բաղադրատոմսով, սիրելիներս, անպայման դուք էլ պատրաստեք եւ մեկնաբանություններում գրեք ձեր տարբերակը մեղրով տորտ պատրաստելու։ Մի մոռացեք սեղմել լայք, եթե հավանել եք տեսանյութը։ Սիրելիներս, մեկնաբանության դաշտում կգտնեք բաղադրիչների քանակը։ Շնորհակալություն ձեր դիտումների եւ ջեր մեկնաբանությունների համար։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով։